Իրանում շատ մեծ մտավախություն կա այս հարցում եւ նաեւ իրանական կողմի մեղմ արձագանքը եւ մինչեւ այսօր էլ համեմատած SSA համեմատություններ կան նախորդ նմանատիպ ճգնաժամերի հետ համեմատած դրանց հետ ակնհայտ կերպով ավելի մեղմ է իրանական իշխանությունների արձագանքը եւ սա հստակ պատճառաբանություն իրանական կողմը շատ զգուշանում է Դոնալդ Թրամփի վարչակազմի քայլերից եւ հաշվի առնելով դրանց շատ անկախատեսելիությունը եւ զուգահեռաբար նաեւ Բենյամին Նեթանյահուի իշխանությունների կառավարության քայլերից որովհետեւ ակնհայտ է ես մշտապես ասել եմ սա իմ փորձագիտական վերլուծությունն է մինչեւ քանի դեռ Դոնալդ Թրամփի վարչակազմը Սպիտակ տանը Իսրայելը փորձել է բոլոր հնարավոր եղանակներն օգտագործել իր պլան մաքսիմումին հասնելու համար, որը դադարեցվեց 12-օրյա պատերազմի ընթացքում։ Այսինքն այդ պլան մաքսիմումն էլ Իրանում գործող վարչակարգի փոփոխությունն է։ Հիմա Իսրայելը փորձել է դրանից օգտվել եւ կրկնում եմ իրանական կողմի ընդհանրապես Միացյալ Նահանգների նկատմամբ ռետորաբանությունը բավականաչափ զգուշավոր է եղել 12-օրյա պատերազմից հետո